Բաքվի հակահայ օրակարգի շրջանակում այսօր անդրադառնում ենք Ադրբեջանի համընդհանուր պարբերական վերանայման զեկույցին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի մայիսի 1-ին Հայաստանը Ժնևում ներկայացնելու է մարդու իրավունքների ոլորտում 2020 թվականից ի վեր ձեռնարկած քայլերը, ձեռք բերած առաջընթացն ու առկա խնդիրները, մենք հայացք կնետենք հարևան երկրում այս գործընթացներին եւ Երևան կհանենք այն խնդիրները, որոնք առաջացել են պաշտոնական Բաքվի համար 2023 թվականին իր զեկույցի հրապարակումից հետո։ 2023 թվականի Ադրբեջանի 4-րդ համընդհանուր պարբերական վերանայում։ Համընդհանուր պարբերական վերանայումը 2006 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ստեղծած ընթացակարգ է, որի համաձայն ՄԱԿ-ի անդամ պետությունները 4.5 տարին մեկ ներկայացնում են մարդու իրավունքների վերաբերյալ ձեռնարկած քայլերը։ Ադրբեջանի 4-րդ համընդհանուր պարբերական դիտարկումը անցկացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 44-րդ նստաշրջանի ժամանակ 2023 թվականի նոյեմբերի 14-ին։ Զեկույցը ընդունվել է 24 թվականի մարտի 25-ին։ Ադրբեջանի պատվիրակությունը, որը գլխավորում էր փոխարտգործնախարար Սամիտ Շարիֆովը, զեկույցում անդրադարձել է մի շարք հարցերի, մի կողմ թողնելով իր երկրի մարդու իրավունքների ողբալի պատկերը։ Այդ թվում խոսել է մեծ վերադարձ պետական ծրագրի մասին, որի հեղինակը Իլհամ Ալիևն է, փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդիրների մասին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների մասին, դրանք ներկայացնելով միայն որպես տարածքային ամբողջականության վերականգնում։ Մի խոսքով, կրկին անգամ օգտագործել է զեկույցի ողջ ծավալը իր քաղաքական օրակարգը առաջ տանելու համար։ Այս գործընթացով Բաքուն հաջորդ անգամ կանցնի 3 տարի անց, 2028 թվականին, ինչին կարող ենք աչալուրջ լինել եւ ներկայացնել մեր ուղիղ դիտարկումները Հայաստանից հենց ուղիղ Ժնև։ Հիմնական հանձնարարականները ուղղված Բաքվին։ Վերանայման ընթացքում ՄԱԿ-ի անդամ տարբեր պետություններ ներկայացրել են հանձնարարականներ Ադրբեջանին բավականին մեծ շեշտադրումներով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հետ կապված։ Մասնավորապես Ավստրալիան կոչ է արել Ադրբեջանին կատարել անկախ քննություն 2020 թվականի պատերազմում եւ 22 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի զինվորների կողմից հնարավոր ապօրինի սպանությունների եւ խոշտանգումների վերաբերյալ։ Կանադան եւ Ֆրանսիան կոչ են արել անհապաղ ազատ արձակել գեյիներին։ Անդրադարձել են նաեւ կառավարության քննադատների կամայական ձերբակալություններին եւ կոչ են արել քննել ցանկացած վատ վերաբերմունք արդարադատության համակարգում եւ այլն։ Իր հերթին Անգլիայի իրավաբանական ընկերակցությունը մտահոգություն է հայտնել դատական համակարգի անկախության բացակայության կապակցությամբ։ Այս կառույցը ընդգծել է, որ դատավորներն ու դատախազները հաճախ հետևում են նախագահական ապարատի եւ արդարադատության նախարարության ցուցումներին։ Նշվել է, որ Ադրբեջանը չի կատարում մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։ Այս մասով կարելի է փաստել, որ պաշտոնական Բաքուն, ինչպես 2023-ին, այնպես էլ այսօր հրաժարվում է կատարել մի այդ որոշումները, բերելով ամենատարբեր արդարացումները ընդհուպ այն, որ չի մասնակցել դատավորների ընտրությանը։ Սակայն այստեղ մեզ համար պարզ է Բաքվի իրական նպատակը։ Մի այդ վճիռներից մեկը օրինակ վերաբերում է Լաչինի միջանցքին եւ հարց Բաքվին, ինչ կարգավիճակում է այժմ Լաչինի միջանցքը։ Հետագա քայլեր, ինչ պետք է անի Բաքուն մինչև 2028 թվականը։ Զեկույցի ներկայացմանը հաջորդել են առաջարկներ եւ Բաքուն Բաքու չէր լինի, եթե դրանք չմաղեր եւ շարքից չհաներ Արցախի վերաբերյալ դիտարկումները։ Մասնավորապես Ադրբեջանը մերժել է 318 առաջարկություններից 134-ը, շուրջ 40%-ը։ Մերժվել են Հայաստանի եւ այլ երկրների կողմից ներկայացված բոլոր առաջարկները, որոնք վերաբերում են գերիների ազատ արձակմանը, էթնիկ զտման հարցերի միջազգային քննությանը եւ այլ հարցերին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զեկույցը ներկայացվել է 2023-ի նոյեմբերին, այսինքն Արցախի օկուպացիայից եւ հայերի բռնի տեղահանությունից հետո, այս մերժումները վկայում են այն մասին, որ այդ շրջանում Բաքվի իր նստավայրից բռունցքը պարզած հոխորտացող Ալիևը մեղմ ասած այդքան էլ ազնիվ չէր իր այն հայտարարություններում, թե հայերը կարող են վերադառնալ եւ հանգիստ ապրել իրենց տներում։ Հայաստանը զեկույցը կներկայացնի մայիսի 1-ին, կարծիք Բաքվից։ Ժնևում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաևը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով Հայաստանի զեկույցին։ Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել երկկողմ բանակցությունները ուղղված խաղաղության համաձայնագրի կնքմանը եւ պետական սահմանների սահմանազատմանը։ Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություններով հրաժարվի տարածքային պահանջներից եւ իր հերթին կարեւորել է դա երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։ Այնուամենայնիվ, չնայած որ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը անդրադարձել է Հայաստանի զեկույցին, սակայն չի հաղորդվել, որ պաշտոնական ադրբեջանական պատվիրակություն է ուղարկվելու հատուկ այս զեկույցի քննարկման համար։ Իհարկե Ժնևում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը կօգտագործի հարթակը եւս մեկ անգամ իլուր աշխարհի ներկայացնելու Ադրբեջանի կեղծ օրակարգը եւ մեղադրելու Հայաստանին կեղծ խախտումների մեջ, ինչն արդեն իսկ կարել է ներկայացնելով ադրբեջանական իբրև թե քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից գրված զեկույցով։ Սակայն հատկանշական է նաեւ, որ Հայաստանը իր զեկույցում ի տարբերություն Ադրբեջանի բավականին մեղմ է արտահայտվել Բաքվի բռնարարական
քննարարքների, դաժան սպանությունների եւ պատերազմի հրահրման վերաբերյալ, որոշ կետերում նույնիսկ չի հիշատակելով, թե ով է եղել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման եւ էթնիկ զտման հեղինակը եւ չնշելով նույնիսկ Ադրբեջանի անվանումը։ Իսկ զեկույցի սկզբում անվանելով նաեւ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը սոսկ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Հարց է առաջանում, թե ում է պետք կամ ում է ձեռնտու հայկական կողմի այս ավելորդ եւ միջազգային հանրության կողմից չգնահատվող զգուշավորությունը։ 2025 թվականի մայիսի 1-ին Հայաստանի պատվիրակությունը Ժնևում կներկայացնի մարդու իրավունքների ոլորտում 2020 թվականից ի վեր Հայաստանի ձեռնարկած քայլերը, ձեռք բերած առաջընթացն ու առկա խնդիրները։ Զեկույցում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովմանը։ Հաշվի առնելով, որ զեկույցը ընդգրկում է պատերազմներով եւ օկուպացիայով հարուստ ժամանակաշրջան, որքան էլ զեկույցում մանրամասնորեն չխոսվի այդ մասին, Ժնևի հայտնի դահլիճում այդ մասին հիշողներ կլինեն։ Ուստի մեզ մնում է սպասել զեկույցի հրապարակմանը եւ տեսնել ինչ արձագանքներ կլինեն Բաքվից։ Այս զեկույցի վերաբերյալ ներկայացվել են նաև ադրբեջանական քաղաքասարակության կողմից զեկույց, ինչպես նաև Հայաստանի ներպետական մարդու իրավունքների հարցերին անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ներքին քաղաքասարակության կազմակերպությունները։ Կհետևենք այս գործընթացին եւ այս շարքը կպահենք ուշադրության կենտրոնում։